Առաջիկա ընտրություններում այս վտանգը ըստ էության կրկնապատիկ պետք է դիտարկել, որովհետև քրեական խմբերը փորձելու են օգտագործել փողը քվեարկությունը ամբողջությամբ վերահսկելի դարձնելու համար, ահաբեկելով տեղամասերում մարդկանց, մանիպուլյացիայի ենթարկելով քաղաքացիներին, սոցիալ-տնտեսական կախվածության միջոցով եւ միաժամանակ ծառայել որպես արտաքին ուժերի ազդեցության գործիք։ Այս ամենավտանգավորն է, քանի որ քրեական աշխարհը, գողական աշխարհը սերտորեն կապված է Ռուսաստանի պետական մարմինների հետ, անվտանգության մարմինների հետ եւ ազդեցության ցանցերի հետ, այն գողական աշխարհը դառնալու է Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիքներից բաղադրիչներից մեկը, այն ներգրավվելու է քաղաքական գործընթացների մեջ եւ ներսից եւ դրսից։ Գողականները եւ գողերը հիմա վխտում են Երևանի սրճարաններում եւ ռեստորաններում։ Սրա համար որևէ մեկը պատասխան չի տալիս, իբրև Հայաստանում քրեական ենթամշակույթի մասին օրենք կա։